Ձեզ հարց կուղենք եւ դուք հնարավորություն կունենաք ելի 1 րոպե պատասխանելու այդ հարցին եւ քննարկելու։ Հերթը բոլորը կտակ։ 3-3։ Դուք ձեզանից շատերը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոսում եք Գյումրու անհամաչափ զարգացման խնդրի մասին։ Եթե ստանձնեք քաղաքի կառավարումը, ծայրամասերի զարգացման ինչ ծրագիր եք պատկերացնում։ Քննարկումը սկսում ենք 4-րդ համարից եւ ավարտում 3-րդ համարով։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Բնականաբար Գյումրին որպես տուրիստական քաղաք, քանի որ բոլորս գիտենք, հիմնական շարժը Գյումրիում տուրիստների միջոցով է, մենք պատկերացնում ենք, որ Գյումրու ծայրամասային խոշոր թաղամասերը, մուշ թաղամասը եւ 58 թաղամասը պիտի զարգացնենք, պիտի ստեղծենք հնարավորություններ մուշ եւ 58 թաղամասերում, որպեսզի կարողանանք այդ տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր որ գալիս են Գյումրի քաղաք միջոցառումների ժամանակ, տեղափոխենք փոքր կենտրոնից դեպի ծայրամասային թաղամասեր։ Օրինակ, մուշ թաղամասում պատկերացնում ենք մեծ արենա, որտեղ կառուցել, մեծ արենա, որտեղ քաղաքի բոլոր միջոցառումները, քաղաքի տոն եւ մնացած բոլոր միջոցառումները եւ նաեւ նախատեսում ենք, որ կունենանք նմանատիպ 12 միջոցառումներ 12 ամիսների ընթացքում եւ այդ հազարավոր մարդկանց կտեղափոխենք մուշ թաղամաս, որի արդյունքում նաեւ կզարգանա, նաեւ մուշ թաղամասը։ Բնականաբար 58-ի եւ մյուսների հետ կապված էլ կա ծրագրեր, բայց չգիտեմ ժամանակ ասել։ Տեսեք, ես պատկերացնում եմ, որ քաղաքի ծայրամասային թաղամասերը մենք սկզբից, այսինքն սկզբնական շրջանում մենք պետք է քաղաքին կապենք։ Քաղաքից իրենք շատ են կտրված, ամեն հարցով։ Հետո նոր կապելուց հետո երբ արդեն քաղաքը սկսեց համատեղ կյանքը միասին, մենք նոր ընդլայնելու ենք թաղերի, կտրված թաղերի եւ կենտրոնի կապը, այսինքն ունենալու ենք խաղահրապարակներ, ունենալու ենք զալեր, սպորտ զալեր, սպորտ դպրոցներ։ Սկզբնական շրջանում պատկերացնում եմ քաղաքի ծայրամասերի շատ արագ կապը եւ շարժը կենտրոնի հետ։ Այնուհետև քաղաքի կենտրոնից դուրս սկսենք ընդլայնել մեր ծրագրերը։ Այգիներ, խաղահրապարակներ եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն, պարոն Մխիթարյան, խնդրեմ։ Ես պարոն Մինասյանին կաբրենք կտեսնենքի համար մի բան ասեմ, աբրե տեսել ենք, պարոն Մինասյան, աբրե տեսել ենք, որ դե գլխավոր հերոսն ես իմ սիտկոմի, ինգեր պրոդյուսեր եմ, չէ, սիտկոմի գլխավոր կերպարն ես։ Ուրեմն աբրել տեսել ենք, որ Արցախը Հայաստան էր եւ վերջ հետո հանձնեցիք։ Աբրել տեսել ենք, որ 7 տարվա 5 շենք եք կառուցել, իսկ հիմա մի տարվա 500 բնակարան եք ասում, որ պատրաստ եք կառուցելու ու ներդրողի միջոցով այն էլ են դեպքում, որ ներդրողը, այսինքն եթե դուք չեք ընտրվում այդ ներդրողը ներդրում չի անելու, այդ ինչ վստահություն է, ներողություն, այդ ինչ վստահություն է, որ ձեր պարագայում այդ շենքերը կառուցվելու են։ Երկրորդը, Տիգրան Ավինյանը 2022 թվականին էր խոստանում Թալին-Գյումրի ճանապարհը, որը այդպես էլ չբացվեց։ 3 տարի ուշացումով ձեր խնդրանքով այդ ինչ կախարդական իրավական նորմ է ձեր խնդրանքը։ Վերջ, սա հարց ու պատասխան։ 3 տարի ուշացրել եք, որ ասում եք կապրենք կտեսնենք։ Ներդրողը ինքնուրույն չեղավ։ Պարոն Այկ, Ուրեմն մենք պատկերացնում ենք, որ քաղաքը պիտի բաժանվի 4 տարբեր մասերի, որովհետև 58 թաղամասից եւ Մանուշյան կամ Կազաչիպոս թաղամասերից, որ գալիս են Գյումրի կենտրոն, իբրև զբոսաշրջիկներ են իրենք։ Այսինքն բաժանելով 4 մասի, կենտրոնը լինելու է առանձին, ուտել խմելու վայրը լինելու է առանձին, այս մի վայրը կառուցվելու է մուշ թաղամասում, ասենք կրկես, նման նպատակներ մենք ունենք։ Այսինքն զբոսաշրջիկը չկա մենակ հրապարակը, իր հարակից տարածքով տեսավ, ավարտվա 1 ժամում ինքը կարող է Գյումրից հետ վերադառնա, մեկ էլ վերջում մտնի Պոնչիկ, ուրիշ բան չի կարողան։ Այսինքն Գյումրին միայն կենտրոնն է շնչում։ Իսկ երբ որ 4 տարբեր մասերի է բաժնում, այդ ժամանակ արդեն ու գեղեցկացնում ու ասենք շատ խաղահրապարակների դեպ ասեմ, որ բոլոր
58 թաղամասի եւ մուշ թաղամասի խաղահրապարակները ամբողջովին միանգամից առանձին չէ, այդ ծրագիրը ունենք, ներդրողներն ունենք արդեն, որ միանգամից այդ խաղահրապարակները կառուցվելու է երեխաների համար։ Պարոն Մալխասյան։ Այն որ քաղաքական համաչափ է զարգանում, ընդունում եմ, բայց այն խոսուտի հետ համաձայն չեմ, որ կենտրոնը զարգանում է, ծայրամասերը չեն զարգանում, մենք պետք է կենտրոնից սկսենք։ Այո, կենտրոնից է սկսել ենք, բայց երեք արձանագրենք, որ կենտրոնում կոնկրետ տարածքային զարգացման հիմնադրամով Սլաբոդկա թաղամասում հիմնանորոգման աշխատանքներ կատարվել փողոցում, բայց փողոցներ կան, որ էլի նույն վիճակին են մնացել։ Ղորղանյան փողոցը, Հանես Սողոյանի փողոցի Տերյանից աջ հատվածը ասֆալտապատել են, հիմնանորոգել են, ցախ հատվածը չեն ասֆալտապատել։ Նմանատիպ խնդիր է, այսինքն այստեղ պետք է համաչափ զարգացնել, իդեպ նախորդ իշխանությունները պայքարելիս նույն խոստումները տվել են ու չեն իրականացրել։ Այստեղ այսինքն կամք է պետք այն ծրագրերը, որը կենտրոնում իրականացվել է եւ արդյունավետ է եղել, տեսանելի արդյունք մենք տեսել ենք, այդ զարգացումը տանել նաեւ քաղաքի ծայրամասեր։ Մուշ թաղամասում դժգոհում են, որ եկեղեցի չկա, դժգոհում են, որ բուժ հաստատություն չկա։ Այո, Գյումրիում մեկ բուժ հաստատություն կա եւ մարդիկ իրականում դժգոհում են։ Այդ ամեն ինչը Շնորհակալություն, պարոն Բարսավյան։ Մեր ծրագրում իսկապես հատուկ ուշադրություն է դարձված քաղաքի համաչափ զարգացմանը, որովհետև մեր դիտարկումները ցույց են տալիս, որ գոնե մաքուր փողի ծախսի հաշվարկով կենտրոնը մի քանի անգամ գերազանցող ֆինանսավորում է ստացել, քան թե թաղամասերը, առավել ևս ծայրամասային թաղամասերը։ Տեղական իշխանության մատուցելիք ծառայությունները պիտի համահավասար բաշխվեն ամբողջ քաղաքի մակերեսով։ Չպիտի լինի կենտրոնում կափարիչով նոր աղբամաններ, ծայրամասերում մետաղյա առանց կափարիչի աղբամաններ։ Գիշերային լուսավորություն, համահավասար, տրանսպորտային հաղորդակցություն, մինչև գիշերը 23-ն ենք մենք նախատեսել։ Դա նպաստելու է իսկապես տարբեր թաղամասերի կապերին։ Երթուղիների կապակցություն թաղամասի ծայրից մյուս թաղամաս, Երևանյան խճուղուց գծանցային անցում դեպի մսի կոմբինատ թաղամաս եւ 20 հատ տարեկան թաղամասային կենտրոնների ստեղծում 30-50 տեղանոց կինոթատրոններով, փոքրիկ սրահներով, սեղանի խաղեր եւ այլ հնարավորություններ։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Պարոն Մխիթարյան, ուրեմն Արցախը հանձնել են ձեր հաղորդման սկզբում գովացած նախագահները։ Այն ժամանակ մի կնդադեք դուք որ խոսում եք, ես չեմ ընդհատել։ Մի խանգարեք, իր մի րոպենա։ Տեսեք, դուք որ խոսում եք, ես հարգանքի ցուցաբերում, ահջում եմ որ ես կարող դուզի չարգես։ Հանգիստ ուրեմն լսե ինչ կսե։ Չէ, սպասեք, մի րոպե։ Պարոն Մինասյան, մի րոպե։ Դուրս գալ քաղաքում բան կալ կա։ Պարոն Մինասյան, մի րոպե։ Ուրեմն ուշադիր լսե քեզ ինչ կսե։ Հարգենք գերեցիներին։ Հայաստաներ եւ հետո հանձնեցիք։ Հիմա Արցախը Հայաստանը խնդրում եմ անջատեք, բայց ձեր միկրոֆոնը անջատված է։ Երբ որ գյումրեցիները փող կուտային նոր, Ղարաբաղ չծառայել, դու Ռոբերտ Քոչարյանի դու Ղարաբաղը եկան վատ տեղ, որ գյումրեցի գումար մտի վճարելով չէր դարձել։ Դու այդ կանը Պետք է հարգենք բոլորին։ Մի րոպե։ Գյումրեցիների հանձնելու